Հերոստ իմ առաջին վլոգ։ Եթե իհարկե ենք ինչ-որ միտեղ դուրս կգա, գնում ենք իրար հետ լիժը քշելու ու բնականաբար առաջին քայլով պետքա սնվել։ Առավոտ 8:30 մենք արդեն ճանապարհին ենք ու կանգնել ենք, որպեսզի հոթ-դոգներ վերցնենք, ճանապարհին ուտենք, մինչև տեղ կհասնենք ու տենց գնացինք։ Ահա մեր համովիկները։ Քանի դեռ մենք ճանապարհին ենք, ես հենց օնլայն առնում եմ Skip Pass-ը։ Այստեղ ընտրում ենք օրը, ու այստեղ դրացնում ենք մեր քարտի համարը ու վсё, արդեն գնում ենք վճարման։ Վճարումը կատարելուց հետո ձեր օրդերը հաստատվում է, Gmail-ով է գալիս, ու եթե չեմ սխալվում, սենց կոդում։ Ժամանակ Gmail-ով է գալիս փաստորեն։ Արդեն հասանք, հիմա գնում ենք լիժաները վերցնենք և քշելու։ Այստեղ կարևոր է մինչև տեղ հասնելը չընկնես։ Գրեթե պատրաստ ենք։ Հեսա իրերը դնում ենք շկաֆչիկի մեջ ու արդեն հաշլի եմ լիժաներն էլ վերցենք ու վсё, դնում ենք քշելու։ Մենք վերջապես, ես հույսն եմ լսվում է իմ ձայնը, վերցրեցինք լիժաները ու հիմա արդեն գնում ենք, որ ճեպանովլիա բարձրենք վերև։ Որ պատկերացնեք, մենք հիմա գտնում ենք մեջտեղը, ես չգիտեմ ձյուն է երևում թե չէ, բայց ձյուն է գալիս, վերևը вообще փոթորիկ էր պրոստը, բայց եթե վերևից իջել ենք, կեսից մինչև ներքև հաստատ կիջնենք, շատ ուժեղ քամի է, որ դու չես հասկանում, դու ես լիժաների վրա գնում, թե ուղղակի քամին քեզ քշում է, այտենց։ Ուղիղ միացում ճոպանոց, իմ կարմիր քիթը վկա, որ պատկերացնեք եղանակը, ինչ տեսք ունի ճոպանուղու ապակին։ Առախուղի աստիճանը, ասենք, դաժե պրոստը չի երևում դու ուր ես քշում։ Ու այդ դեպքում ամենաճիշտը այս պալոչկաներով քշելն է, այստեղ վերևի ստանցիան է, որ էլի չի երևում։ Շատ ուժեղ է, համ առախուղը, համ սենց ինչ-որ այս ձնախառն վիճակները, ամենայն դեպս շատ կայֆ է մեկը։ tendu entre nous.
Այստեղ սպասում եմ կոֆին ու անհամբեր քուքին ուտում եմ։ Ասեմ, որ ուրեմն եթե դիժոններ կարկակ նոր ստեղից եք վերցնում, դրա համար ես վճարել եմ 9000 դրամ։ Սկիփ հասը մեկ օրվա ամբողջ օրվա 15000 դրամ։ Այդքանը։ Դեռևս։ Ես ունեն նայած որտեղից եք ուտում, ինչ եք ուտում։ Այն հատվածը սկսնակների զոնան է, դեպի ձախ Իրանից բուգերն է։ Մենք սաղում ենք այս սաղիղիով, որը բարձնում է դեպի մյուս կայան, որը middle station-ն է։ Այնտեղից հնարավորություն կա եւ իջնելու այս ճոպանուղու առաջին կայան եւ իջնելու մյուս ճոպանուղու առաջին կայան։ Այդ ինչ սիրուն է տեսարանը։ Առաջ գտնվում ենք այնտեղի ճոպանուղիում, սա մյուսն է ու արդեն այս մյուս տրասան, մյուս կանաչ սաղուղին է, ու հիմա այսենց բարձանալու ենք իրա վերևը այնտեղա, չոր ֆոկուսը փոխավ, ու ընդեղից դեպի աջ կա կանաչ ճանապարհ ու դեպի ձախ կապույտ ճանապարհ, մենք այս անգամ իջնել ենք կապույտով։ Եթե ես ստեղ մերդ եմ, ամենայն դեպս դուք կիվալաք, որ այս ամենը արվել է, որ դուք ունենաք գեղեցիկ տեսարան։ Մենք իբր շատ լավ ենք քշում, հիմա ասենց դուրս ենք եկել freeride-ի, ստեղ սա հողին այն կողմի վրա, այնտեղ հեսա ասենց գնում ենք, չգիտեմ ուր։ Մենք քշելը վերջացրեցինք, ու հիմա արդեն բարձրանում ենք Պաբլո։ Այստեղ ենք սիրում։ Ասենք ժամը 6:05 ու մի հատ արև է ստեղի, չգիտեմ զգացման թե չէ, բայց կա արև, ամենայն դեպս առավոտվա սելավախառն ձյունը չի, ու իրականում կուրորտը հեսա բայց փակվում, այլ քշել չի կարելի, այնպես որ մենք վարձանում ենք արդեն ռեստորան, ապրեսկի։ Ոնդ խնդրում եմ էլի ինչ սիրուն է։
ավարտվեց։